Խորհրդարանական ընդդիմությունը չի բացառում, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հրահանգ իջեցնի, որ չգրանցեն ոչ միայն քաղաքական պայքարի նորահայտ ուժերին, այլև ընտրապայքարից դուրս թողնեն ճանապարհ անցած որոշ քաղաքական ուժերի։ Որ կարողա չգրանցեն, չեն բացառում նաև։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը Մոլդովայի օրինակն է հիշեցնում։ Այդ երկրում վերջին ընտրություններից առաջ իշխանությունն արհեստական խոչընդոտներ ստեղծեց ընդդիմադիր խոշոր կուսակցությունների համար, որպեսզի նրանք չկարողանան մասնակցել ընտրություններին։ Խաչատրյանը չի բացառում, որ Հայաստանում կրկնվի մոլդովական սցենարը։ Ընդդիմադիր падգամավորը համոզված է, կառավարության հետ խորհրդարանում վերջին հարցուպատասխանի ժամանակ իմ հարցը ուղղված է ներքին կյանքին։ Պատահական չէր ԿՊԱ-կան Նարեկ Բաբայանի հարցը Փաշինյանին որոշ կուսակցությունների ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու մասին։ Եվ քաղաքական հայտարարությունը այն էր, որ այս իշխանությունները չեն խորշելու որոշ կուսակցությունների թույլ չտալ մասնակցել ընտրությունների, օրինակ 1995 թվականի հուլիսի 8-ին Դաշնակցությանը թույլ չէր տրվել մասնակցել։ Ես կարծում եմ իրանք հիմա դոսիե են հավաքում, որպեսզի Դաշնակցության գործունեությունը կասեցնեն։ Ինչու է ուղիղ եթերում ժողովրդին սրտիկներ բաշխող Փաշինյանը վախենում ընդդիմադիրներից։ Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը նկատում է, Փաշինյանը հասկանում է, որ 2018-ի, 2021-ի ժողովրդական աջակցությունն այլևս չունի, եւ ուրեմն 2026-ին իր վերընտրվելու միակ շանսը իրական ընդդիմադիր ուժերին չեզոքացնելն է։ Եթե իսկապես Փաշինյանը վստահ լիներ իր հաղթանակում, ըստ Գրիգորյանի, դատական համակարգին չէր հրահանգի բարերար Սամվել Կարապետյանին, Միքայել եւ Բագրատ Սրբազաններին, ընդդիմադիր падգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորել։ Կառավարությունը ես եմ խոսքերի հեղինակը, ըստ ընդդիմության, ավտորիտարիզմի ճանապարհն է ընտրել։ Մուրճը, որ ինքը օգտագործում է, չնայած այդպես ֆիգուրատիվ չի, էլ ինքը իսկապես բառից բուն իմաստով մուրճ է դառնում հայ ժողովրդի գլխին։ Ինձ ամենաշատը այս օրերին գրում են հարկային տերորի մասին։ Հարկային տերոր իրականացվում է, մարդկանց կանչում են, հարազատներին կանչում են, հա, որ որևէ կերպ չտեսնենք այս կամ այն քաղաքական ընդդիմադիր քաղաքական գործչի հետ խոսելիս, հանդիպումներին մասնակցելիս եւ այլն։ ՔՊ-ն պետք է հասկանա, որ ձայների գողությունը բերելու է հեղափոխության։ Վերջին ասուլիսում հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նման կարգի գործողությունները բերելու են հեղափոխության։ Աննա Գրիգորյանի պնդմամբ ընտրությունների արդյունքի հնարավոր կեղծումը կանխելու համար պետք է համախմբվեն բոլոր այն ուժերը, որոնց նպատակը Փաշինյանին իշխանազրկելն է։ Մենք ընտրական գործընթացներին գնալուն զուգահեռ պետք է այնպիսի ճնշում գեներացնենք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հասկանա, եթե գնում է տոտալ կեղծիքների, ռեպրեսիաների ճանապարհով, աննախադեպ հակազդեցություն է լինելու հեղափոխական տրամաբանության մեջ։ Եթե այո, մենք պատրաստվելու ենք ընտրության, եթե հասնում ենք դրան, ընտրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու։ Եթե այդ իշխանափոխությունը ընտրական ճանապարհով Նիկոլ Փաշինյանն ուղղակի անտեսում է, ոտատակ է տալիս իր ընտրակեղծիքներով, ռեպրեսիաներով, կուսակցություններ չգրանցելով, ինքը պետք է շատ լավ հասկանա, որ լինելու է աննախադեպ ճնշում։ Ըստ քաղտեխնոլոգների, իշխանությունը նախընտրական շրջանում փորձելու է ապատիա տարածել, որպեսզի քվեարկությանը մասնակցեն միայն իրեն հավատարիմ ընտրողները։ Ընդդիմության գերխնդիրը ըստ Աննա Գրիգորյանի լինելու է ակտիվ քվեարկություն ապահովելը, մարդկանց բացատրելով, որ հենց իրենց ձայնից է կախված շարունակական զիջումների ընթացքի կասեցումն ու իրական կայուն խաղաղության ապահովումը։ Այս պահին մեր գերխնդիրը պետք է լինի մարդկանց ասել, որ ձեր ձայնի միջոցով է որոշվելու մեր առաջիկա միգուցե տասնամյակների քաղաքականությունը, պետական քաղաքականությունը։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։